դուք գիտեիք, որ Ալեք Մանուկյանը, ով հայտնի է իր մեկ բռնակով ծորակի հայտնագործությամբ, առաջին հայն էր, որ ցուցակեց իր ընկերության բաժնետոմսերը ամերիկյան ֆոնդային բորսայում 1936 թվականին։ Մասկո ընկերության բաժնետոմսերը այս պահին էլ հասանելի են հանրությանը։ Այն կարող եք հեշտությամբ ձեռք բերել ձեր արժեթղթերի բրոքերի միջոցով, բայց այն միակ հայկական արմատներով ընկերությունը չէ, որ ցուցակված է ամերիկյան ֆոնդային բորսայում։ Մոդեռնան, որը մեզ հայտնի է իր կորոնավիրուսի պատվաստանյութով, հիմնադրվել է Նուբար Աֆեյանի կողմից։ Ընկերության բաժնետոմսերը 2018 թվականին ցուցակվել են Nasdaq ֆոնդային բորսայում։ 2024 թվականը հատկանշական էր հայ հիմնադիրների երկու այլ ընկերությունների ցուցակումներով։ Առաջինը սոցիալական հարթակ Reddit-ն էր, որը հիմնադրվել է Ալեքսիս Օհանյանի կողմից։ Այո, հենց այս Ալեքսիս Օհանյանի կողմից։ Եվ հենց այս Սերենա Վիլյամսի ամուսինն է։ Եվ հենց այս հաջորդ ընկերությունը Service Titan-ն է, որը բիզնեսի կառավարման հարթակ է, հիմնադրված Վահե Կուզոյանի եւ Արա Մահդեսյանի կողմից։ Ինչ եք կարծում, նշված բաժնետոմսերից որը ունի ամենամեծ աճի պոտենցիալը առաջիկա տարում։